Այսօր վաղ առավոտից Փամբակ գետում անչափահասների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրաված են մեծ թվով փրկարարներ եւ ոստիկաններ։ Փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր։ Օգտագործվում են նաեւ նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Որոնողական աշխատանքներին տեղում հետևում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արամ Ղազարյանը։ Ինչպես գիտեք, երեկվանից շարունակվում են որոնողական աշխատանքները, գիշերը 22:00-ին մթության պատճառով դադարեցվել են եւ առավոտյան ժամը 8:00-ից շարունակում ենք աշխատանքները որոնողական, դեռևս այս պահին չունենք այնպիսի տեղեկատվություն երեխաների վերաբերյալ, այսինքն դեռևս գետում չեն հայտնաբերվել։ Ակնկալում ենք, որ միանշանակ արդյունք են ունենալու, ուղղակի չեմ կարող հստակ նշել երբ։ Գիտեք, որ տարբեր նմանատիպ դեպքերի ժամանակ տարբեր ժամանակահատվածում է հնարավոր լինում հայտնաբերելը։ Հիշեցնենք, որ հունիսի 15-ին ժամը 14:45-ին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցում երեխան ընկել է գետը, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Նույն օրը ժամը 17:05-ին 112 էր զանգահարել նաև մի քաղաքացի եւ հայտնել, որ 7 եւ 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս են եկել եւ չեն հասել նախատեսված վայր։ Երեխաները կամրջով հանդիպակաց թաղամաս էին գնում ամեն օր օրանգ կրթական կենտրոն հաճախելու համար։ Շիրակի մարզից տեղափոխված մայրը ապրում էր 5 երեխաների հետ։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։